Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցի հետևորդներ, Վահան Միրաքյան։ Ողջույն Դավիթ, ողջույն մեզ հետևող մարդիկ։ Եվ ուղևորվում ենք Նորքի երկրորդ զանգված։ Որտեղ մեզ սպասում է մոդել, դերասանուհի Անի Մեհրաբյանը։ Օ, սիրով գնանք բացահայտելու նրան եւ իր բնակարանը։ Գնացինք։ Visage Color պրոֆեսիոնալ մազիներկեր, այլևս պետք չէ երազել գեղեցիկ եւ առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Visage Color եւ արդյունքն ակնհայտ է։ Visage Color, ընտրիր քո գույնը։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными. Они идеальными. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Visage Color պրոֆեսիոնալ մազիներկեր, այլևս պետք չէ երազել գեղեցիկ եւ առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Visage Color եւ արդյունքն ակնհայտ է։ Visage Color, ընտրիր քո գույնը։ Ողջույն Անի։ Ողջույն։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Կարելի է։ Իհարկե, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Հիանալի։ Իսկ ձեր տրամադրությունը։ Մեր տրամադրությունը նույնպես շատ բարձր է, որովհետեւ կարողացել ենք այցելել ձեզ։ Դե պատմեք։ Ինչով եք զբաղվում այս պահին, ձեր զբաղվածության մասին, որովհետեւ տեղյակ եմ, որ շատ բուռն գործունեություն եք այս ընթացքում ծավալում։ Այս պահին ակտիվ գործունեություն եմ ծավալում դերասանական ասպարեզում, նկարահանվում եմ Դիանա Գրիգորյանի Վերջին զանգ հեռուստասերիալում, շուտով կլինեմ նաև այլ նախագծերում, թերևս այդքանը։ Որոնց մասին դեռևս չեք խոսի, որովհետև փակագծերը չեք բացելու։ Ճիշտ է։ Ուզում եմ անակնկալ թողնել։ Անի, ասացիք այս պահին զբաղվում եմ դերասանական գործունեությամբ։ Ինչը ստիպեց ձեզ հայտնվել այս ասպարեզում։ Չեմ ասի, որ սա եղել է մանկության երազանք, կփորձեմ մի փոքր քիչ միստիկա ներառել պատասխանից մեջ, սակայն իրականում մի փոքր միստիկ է ստացվելու։ Երբ փոքր էի, ներքին համոզմունք կար, որ հենց սա է այն մասնագիտությունը, որի համար ես ծնվել եմ, եւ ես առաքելություն ունեմ այս ասպարեզում։ Երբ միացնում էի հեռուստացույցը, ես գիտեի, որ մի օր հեռուստացույցի մեջ եմ լինելու։ Փորձեմ քիչ միստիկ ասել։ Ու հենց երևի այդ համոզմունքներ ինձ բերեց այս ասպարեզ։ Ինչ որ մի դեպք միևնույն է ձեր կյանքում պետք է եղած լինի, որը ձեզ տեղափոխել է դեպի հեռուստատեսություն։ Կպատմեք այդ դեպքի մասին։ Այդ դեպքում եկեք սկզբից գնանք։ Սիրով։ Ես ավարտել եմ Աբել Աբելյանի դերասանական արվեստի դպրոցը։ Դասընկերուհիս մի քաստինգի մասին էր լսել, ինձ խորհուրդ տվեց մասնակցել տվյալ քաստինգին, Հովհաննես Դավթյանի 26 սիթքոմի քաստինգներ։ Ներքին համոզմունք կար, որ պետք է պարտադիր մասնակցեմ տվյալ քաստինգին եւ չգիտեմ ինչու մտածում էի, որ անցնելու եմ։ Այդպես էլ եղավ եւ առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Հովհաննեսին, մեծամիտ չհնչի, պարզապես իմ տաղանդը նկատելու եւ ինձ հնարավորություն տալու լինելու այս ասպարեզում։ Մեր ողջույնները նույնպես ուղարկենք մեր ընկերոջը Հովհաննես Դավթյանին եւ խոսենք մինչ այդ ձեր գործունեության մասին։ Ով եք մասնագիտությամբ, կրթությամբ եւ մասնագիտությամբ։ Ես ավարտել եմ Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցը, այնուհետև ընդունվել եմ ամերիկյան համալսարան եւ անցյալ տարի Փառք բարեհաջող ավարտեցի համալսարանը։ Շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Ավարտել եմ անգլերեն հաղորդակցություն բաժինը։ Չի նշվում հա մեզ մոտ կոնկրետ մասնագիտություն, այսինքն հումանիտար ոլորտում ես կարող եմ գրեթե յուրաքանչյուր աշխատանք կատարել։ Կլինի թարգմանչուհի, կլինի ուսուցչուհի, լրագրող եւ այլն։ Կա ձեր մասնագիտության պահանջը մեր երկրում, թե ամեն դեպքում դուք որոշեցիք չհետաքրքրվել այդ ամենով եւ հեռուստատեսությունը ձեզ գերեց։ Կարծում եմ պահանջարկը շատ մեծ է, հատկապես անգլերեն լեզվի պահանջարկը։ Ես ժամանակին անհատական պարապմունքներ էի անցկացնում եւ դասավանդում էի անգլերեն։
Հենց դրանից ելնելով եմ ասում, որ պահանջարկը բավականին մեծ էր, սակայն ամեն դեպքում հոգու մասնագիտությունը ինձ տարավ լրիվ այլ ճանապարհով։ Հասկանալի է։ Անի, ամեն դեպքում հաղորդումը կոչվում է «Չէին սպասում» եւ մենք որոշել ենք այսօր բացահայտել ձեր բնակարանը։ Ովքեր են ապրում այս բնակարանում, որքան ժամանակ է դուք այստեղ եք ապրում։ Ծնվել եւ մեծացել եմ այս բնակարանում, զինվորականի ընտանիքում։ Օհո։ Հայրս 22 տարի նվիրել է հայոց բանակին, ծառայել է որպես փոխգնդապետ Քանաքեռի զորամասում, իսկ մայրս մասնագիտությամբ բանասեր է։ Այս պահին մենակ եմ բնակվում այս տանը, որովհետև ծնողներս Ռուսաստանի Դաշնությունում են ապրում եւ աշխատում։ Այդքան է։ Ինչպիսին էին ծնողների ռեակցիաները, երբ որոշեցիք ամեն դեպքում հայտնվել հեռուստաէկրաններին, որովհետև նշեցիք, որ հայրիկը զինվորական է, կարծում եմ խստությունը եղել է։ Ինչպես էր արձագանքը։ Շատ վատ արձագանքեր եղել են, շատ կոնֆլիկտներ տվյալ հարցի շուրջ, սակայն շնորհակալ եմ ծնողներիս, որ ամեն դեպքում հասկացան ինձ, որովհետև յուրաքանչյուր մարդ կարծում եմ կյանքում պետք է զբաղվի իր սիրելի մասնագիտությամբ, որովհետև երբ դու քո ափսեի մեջ ես, դու պարզապես լճանալու ես եւ չեմ կարծում, որ կարող ես մեծ հաջողություններ գրանցել։ Կոնֆլիկտները հարթվեցին եւ ինչպես տեսնում եք, այժմ ամեն բան հաղթեցինք ի վերջո ձեր համառությունը, թե ծնողները ամեն դեպքում լիարժեք հասկացան ձեզ։ Հաղթեց համառությունը եւ նպատակասլացությունը, իդեպ երկու այդ բնավորության գծերը ինձ հենց հայրիկից են անցել։ Ինքը միշտ ասում էր, այ ինձ էս քաշել դրա համար էլ միշտ այսպես բախվում էինք, բայց չէ, կարծում եմ հաղթեց ամեն դեպքում իմ համառությունը։ Ես ապացուցեցի հայրիկին եւ մայրիկին, որ տեսեք, որքան էլ ոլորտը արտաքուստ կարող է վատը թվալ, կարող է, չգիտեմ, ձեզ համար, մենք ունենք ամեն դեպքում ոլորտի հետ կապված շատ կարծրատիպեր, տեսեք, որ ես անում եմ դա մաքուր ճանապարհով, ես անում եմ դա գրագետ, կոկիկ, ինչքան որ հնարավոր է։ Ըստ ձեզ, որոնք են ոլորտի բացերը։ Ոլորտի բացերը չեմ թաքցնի, որ շատ են։ Երեքը նշեք, խնդրում եմ։ Կարծում եմ մենք հենց առաջինը ունենք ավելի թեթև ռոմանտիկ հերոստանովելների կարիք, սիրո մասին, հեքիաթային սիրո մասին, որովհետև առանց այն էլ դաժանությունը, բռնությունը, սպանությունները, չգիտեմ, սևը, այսպես անվանենք, շատ է։ Ես կցանկանա, օրինակ, որ մարդիկ հոգնած աշխատանքից գային, հեռուստացույց միացնեին, լիցքաթափվեին ու մտնեին այդ հեքիաթի մեջ։ Օրինակ ինձ համար դա մի փոքր, ես դա բաց եմ համարում։ Սիրո քարոզը քիչ է ամեն դեպքում։ Սիրո քարոզը շատ քիչ է։ Հասկանալի է։ Շարժվենք առաջ, գնանք ձեր բնակարանը բացահայտելու եւ տեսնում եմ, որ շատ հետաքրքիր գորգի վրա դուք հենց այս պահին կանգ առաք։ Եթե չեմ սխալվում, սա պետք է բավականին հին պատմություն ունենա։ Կա այդպիսի բան, թե դուք տեղյակ չեք։ Գիտեմ, որ բավականին հին է գորգը, դեռ անգամ երբ ես ծնված չէի ինքը կար։ Որտեղից է հայտնվել ձեր տանը, կա պատմություն, թե ոչ։ Ես եթե անկեղծ տեղյակ չեմ, սակայն ձեր հարցը ինձ կստիպի այժմ արդեն տեղյակ լինել գորգի պատմությունից։ Դաշնամուր աջ կողմում դրված, արդյոք տիրապետում եք դաշնամուրին։ Չեմ ասի, որ շատ տաղանդավոր եմ եւ շատ լավ եմ նվագում, բայց կարողանում եմ նվագել։ Ես ավարտել եմ Հայկանուշ Դանելյանի անվան երաժշտական դպրոցը, դաշնամուրի բաժինը։ Գիտեք, որն է հետաքրքիր, որ նոտաներով նվագել եմ եւ նոտաներ օգտագործել եմ միայն սովորելու տարիներին։ Հիմա ոչ մի նոտա չեմ հիշում, որովհետեւ ես նվագում եմ լսողությամբ։ Լսողությամբ կարողանում եք նվագել։ Ինձ պետք է մի քանի րոպե, որպեսզի ես լսեմ տվյալ երաժշտությունը, ֆիքսեմ, հետո լսողությամբ նվագում եմ։ Դա էլ հորեղբորից է անցել։ Բայց ձեր հիշողության մեջ հիմա այս պահին որևէ երաժշտություն կա, չէ՞, կարծում եմ։ Կա։ Կնվագեք մեզ համար որևէ բան։ Խնդրում խիստ չդատեք, ես շատ լավ չեմ նվագում։ Բայց շատ գովելի է, որ միանգամից առանց որևէ հուզմունքի միանգամից անցակ գործի, գովելի է դա։ Ինչ ենք վայելելու այս պահին։ Փորձենք կտոր մի երկինքի երաժշտությունը։ Սիրով։
Կետ ցեկանի։ Բրավո եւ շնորհակալություն։ Դաշնամուրը ասացիք լարված չէ, բայց հետաքրքիր է որ դուք էլ լարված չէիք։ Առանց լարվելու միանգամից նվագեցիք։ Շնորհակալություն եւ ուզում եմ հասկանալ այս անձի փառաբանող նկարը ինչով է պայմանավորված։ Խնդրում եմ սա թող ինքնասիրահարվածություն չթվա, բայց այս նկարը նշեմ, որ նույնպես ունի բավականին միստիկ պատմություն։ Միստիկաները շատ են ձեր կյանքում, ինչու։ Հրաշքները եւ միստիկաները շատ են իմ կյանքում։ Դա ձեզ օգնում է թե խանգարում։ Օգնում է, ես ունեմ իմ հեքիաթը, իմ գլխում ունեմ իմ անկյունը, այսպես ասեմ, հեքիաթային։ Դե պատմեք նկարի պատմությունը։ Կրկին երբ փոքր էի, խաղալիս կամ ինչ-որ մի գործողություն անելիս փոքրիկ տեսիլքներ էի ունենում, տեսնում էի աղջկա իմ կերպարանքով, կարմիր զգեստով, ում շուրջ շատ մարդիկ էին հավաքված եւ ծափահարում էին, հետո ինչ-որ մրցանակ էի ստանում։ Ես չգիտեի դա ինչ է, շատ փոքր տարիքում է եղել, ես այդ ժամանակ չգիտեի ինչ է դերասանությունը, ինչ է ֆիլմը, ինչպես է դա ստեղծում, ինչ մասնագիտություն է դա։ Եվ ասում եմ, այդ տեսիլքներից հետո միշտ համոզմունք կար, որ ես պետք է լինեմ հեռուստացույցի մեջ։ Սա այս նկարը հորաքրոջս ընտանիքի կողմից նվեր է ինձ, որովհետև ես իրենց պատմել էի այդ տեսիլքի մասին ու միշտ ասում էի, տեսնես այդ ինչ էր, տեսնես այդ ինչի էր այդքան այդ տեսիլքը ինձ այցելում։ Իրենք հիշել են ու փորձել են մոտավոր ստանալ այն ինչ որ ես իմ գլխում պատկերացնում էի։ Համապատասխանեց ձեր պատկերացումներին նկարը։ Գրեթե, բացի մրցանակից ամեն ինչ նույնն է։ Շատ թանկ նկար է ինձ համար, ամեն նայելիս սպասում եմ, ես դեռ սպասում եմ, որ այս նկարը մի օր իրականություն է դառնալու։ Հետաքրքիր բան պատմեցիք, ես մաղթում եմ, որպեսզի ձեր երազանքները միշտ իրականություն դառնան։ Միստիկաներից էիք խոսում։ Միստիկաները ձեզ օգնում են ի վերջո, թե խանգարում։ Միստիկ երևույթներն առհասարակ։ Գիտեք, երևի միստիկա ասելով ես ավելի շատ հրաշքներ նկատի ունեմ, իսկ հրաշքները իմ կյանքում շատ են եւ ես շատ եմ ականատես եղել, թե ես թե ընտանիքս շատ աստվածահավատ ենք եւ աստվածավախ ենք։ Մի հետաքրքիր բան էլ կարող եմ ասել, օրինակ մայրս շատ հաճախ երազներ է տեսնում, ռուսերենով շատ լավ բնութագրող արտահայտություն ունենք, հա, «Вещи сны» ասվածը, լույս է տեսնում շատ վառ եւ 3 անգամ ձայնը կրկնում է այն, ինչ որ պետք է տեղի ունենա եւ դա պարտադիր տեղի է ունենում։ Գուցե հենց մայրիկից է անցել, հա, ինձ այդ աստվածահավատ լինելը, Աստծո հանդեպ սերը։ Միշտ աղոթում եմ ու շնորհակալություն եմ հայտնում այսքան գեղեցիկ ու լավ կյանքի համար եւ երբ ինչ որ բան եմ խնդրում, պարտադիր լինում է։ Հետաքրքիր է։ Շարունակենք բնակարանային բացահայտումները։ Շարունակենք։ Տեղափոխվենք որ հատված բնակարանի, ձեր սենյակ հավանաբար։ Անցնենք իմ սենյակ։ Գնացինք։ Այս ընթացքում եւ զրուցենք եւ տեղափոխվենք ձեր սենյակ։ Միայնակ ապրելը ինչպես է ձեզ համար ի վերջո ավելի դժվար է թե ավելի հեշտ է, որովհետեւ պատասխանատու եք միայն ձեզ համար, բայց նաեւ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են ձեզ համար, այս պահին ձեր կողքին չեն։ Չեմ ժխտի, որ շատ կարոտում եմ ծնողներիս ու մեկ-մեկ շատ եմ զգում իրենց ջերմության, իրենց աջակցության կարիքը, բայց չի ասի, որ դժվար է մենակ ապրելը, քանի որ այսպես ավելի ինքնուրույն ես դառնում, կարողանում ես ֆինանսը տնօրինել, ավելի պատասխանատու ես վերաբերվում թե քեզ, թե տանը, թե արդեն շատ այլ հարցերի։ Դժվար չէ նաև, որովհետև ես փոքրուց սիրել եմ մենակությունը, սիրել եմ առանձնանալ, իսկ այժմ կարիք չկա առանձնանալու, որովհետև արդեն իսկ մենակ ես։ Ժամանակակից երիտասարդները բավականին շատ սկսել են ձգտել դեպի միայնակ կյանքի։ Ինչո՞վ կարծում, ինչով է դա պայմանավորված։ Գիտեք, երբ միայնակ ես, ավելի հեշտ է մտածել, օրինակ, եթե մասնագիտության առումով նայենք, ես սիրում եմ հայելու դիմաց սցենարներ հորինել, փորձել, ես մասնագիտությամբ, քանի որ դերասանուհի չեմ եւ բնականաբար համահավասար չեմ այն մեջ տաղանդավոր եւ պրոֆեսիոնալ դերասանուհիներին, պետք է շատ աշխատեմ ինձ վրա, իսկ մենակությունը ինձ այդ հարցում օգնում է։ Հայելու առաջ տարբեր դերեր եմ փորձում, չգիտեմ, սիրում եմ մենակ մնալ մտածել, այստեղ սիրում եմ կարդալ կամ որևէ այլ բանով զբաղվել։ Դաշնամուրի մոտ սիրում եմ առանձնանալ, տխրել։ Դաշնամուրի մոտ առանձնանալ, տխրել։ Այո, սիրում եմ նվագելու ընթացքում մտածել, գիտեք, հնարավորություն է տալիս նվագը արտահայտելու էմոցիաներ, որոնք գուցե խոսքերով չեմ կարողանում արտահայտել։ Կարող եմ անգամ նվագելու ընթացքում լաց լինել, դա ինձ օգնում է կուտակված էմոցիաները դուրս հանել։
Գրականության ո՞ր ժանրն եք սիրում, ասացիք, որ սիրում եք նստել, կարդալ, մտածել, խորհել։ Եթե անկեղծ ես շատ սիրում եմ ընթերցել գրքեր հոգեբանության վերաբերյալ, վերջերս Ֆրեյդ էի ընթերցում, բայց չեմ հերքի, որ ամենաբարդ հեղինակներից է ընթերցանության համար եւ ամենաբարդ գործերն ունի։ Իր այդ փսիխոանալիզները շատ բարդ է հասկանալ եւ շատ անգամ հարկ է լինում մի էջը մի քանի անգամ ընթերցել, որպեսզի կարողանաս միտքը ըմբռնել, բայց կարծում եմ գլուխ կհանեմ։ Անի, տեսնում եմ, որ ռուսերենով դրված է վարպետությունը դերասանի, ճիշտ եմ հասկանում, հերվից մի փոքր վատ տեսա։ Դերասանի վարպետության մասին գիրք, խնդրում եմ, սա ցուցադրենք մեր հեռուստադիտողներին, ամերիկյան բեսթսելլեր է։ Խնդրում եմ սրա մասին մի փոքր սկսենք զրուցել։ Տվյալ գիրքը ընկերուհուս նվերն եմ, շատ արժևորում եմ, որովհետև սիրում եմ, երբ այնպիսի բան են նվիրում, որ իրոք տվյալ ներողություն անձնավորությանը անհրաժեշտ է։ Իսկ ես ինչպես նշեցի, շատ պետք է դեռ աշխատեմ ինձ վրա, որպեսզի կարողանամ հավասարվել մեր դերասանուհիներին։ Սիրում եմ շատ գիրքը, բայց չեմ հերքի, որ շատ նոր ինֆորմացիա չեմ քաղել։ Այնինչ գրված էր գրքում, կարծում եմ հասցրել էի մինչև դա հասկանալ, մինչև դա ըմբռնել։ Ձեր ամենասիրելի դերասանուհին ով է։ Ամենասիրելին կարող եմ մեր հին դերասանուհիներից նշել։ Բոլորին, ում ուզում եք կարող եք նշել։ Գալյան Օվենս բոլոր ժամանակների իմ ամենասիրելի դերասանուհիներից է, անզուգական է ուղղակի իր խաղը։ Ես թույլ տվեք փակեմ պատուհանը, բայց գովելի է, որ երեխաները դրսում խաղում են, մենք ամեն անգամ այս թեմային անդրադառնում ենք եւ հաճելի է լսել նրանց ձայնը, թեկուզ նկարահանման ընթացքին մի փոքր կարող է խանգարել, բայց միևնույնն է գովելի փաստ է, որ երեխաները դրսում են խաղում։ Ես իդեպ շատ հաճախ միանում եմ իրենց։ Իրոք։ Երբ ազատ ժամանակ եմ ունենում, սիրում ենք գործնագործ խաղալ։ Ես շատ եմ սիրում երեխաներին, սիրում եմ իրենց հետ խաղալ, զրուցել, այնպես ինչպես մեծի հետ կզրուցեի։ Այնպես որ ինձ շատ հաճելի է ձայները։ Անի, ձեր գլխավերևում տեղադրված են բազմաթիվ ճամփրուկներ։ Սրանք ձերն են, ձեր ճամփորդական ճամփրուկներն են, թե սա բնակարանի այն հատվածն է, որտեղ հիմնականում չօգտագործվող իրերն են տեղավորվում։ Երկուսը մեկում, թե իմ, թե ծնողներիս ճամփրուկներն են եւ հիմնականում ավելի շատ այն իրերն են, որոնք շատ չեն օգտագործվում։ Հասկանալի է։ Անի, դուք նշեցիք, որ միայնակ ապրելը այդքան էլ դժվար չէ ձեզ համար եւ կարողանում եք ինքներդ ձեզ հոգ տանել, բայց թույլ տվեք մեր հեռուստադիտողների համար խոշոր պլանով ցուցադրել մի շատ կարևոր երևույթ։ Ամեն դեպքում միայնակ ապրելը ունի իր բացասական հետևանքները եւ ես խոստանում եմ, քանի որ մեր հաղորդումը վաղուց արդեն կրում է նաեւ բարեգործական բնույթ, մենք սա կվերանորոգենք, նոր կհեռանանք ձեր տնից, ես դες խոստանում եմ, այդպիսի փորձառություն ունեցել ենք։ Արձանիկ տեղադրված անմիջապես ձեր մահճակալի կողքին։ Ով է նա։ Կարծում եմ, չեմ կարծում, Մարիամ Աստվածածինն է նորածնի հետ, բայց տվյալ արձանիկը չունի ինչ-որ նախապատմություն։ Հետաքրքիր պատմություն։ Հասկանալի է։ Տեղափոխվենք կրկին հյուրասենյակ, որովհետև ձեր հյուրասենյակում տեղադրված էր մի մեծ կոմոդ, որի մեջ տեղադրված էին տարատեսակ իրեր։ Ես ցանկանում եմ այդ իրերի պատմությունը բացահայտել ձեզ հետ միասին։ Սկսենք։ Ներկայացրեք, խնդրում եմ բացել դռները եւ երազանք իրականացնող լամպը անմիջապես ամենակենտրոնում, խնդրում եմ, եթե դժվար չէ, կարող եք այն հանել եւ ցուցադրել։ Հրաշքներին հավատում եք, միստիկաներին հավատում եք։ Այն 3 ցանկությունները, որոնք կխնդրեիք ջինից այս լամպի մեջից դուրս գալուց հետո, որոնք կլինեին։ Գիտեք, իրականում չեմ ցանկանա բարձրաձայնել տվյալ 3 ցանկությունները, քանի որ ամեն դեպքում եկեք հիշենք, որ երջանկությունը լռություն է սիրում, եւ կարծում եմ, սխալ է, երբ դու բարձրաձայնում ես քո երազանքների կամ նպատակների մասին, շատ եմ կարդացել այդ մասին, ենթագիտակցորեն ուղեղը սկսում է մտածել, որ դու դրանց արդեն հասել ես եւ մոտիվացիան ընկնում է ձգտել եւ հասնել տվյալ նպատակներին, թույլ տվեք չբարձրաձայնել։ Լավ, համոզեցիք։ Եգիպտոսից բերված ափսե։ Դրանք դուք եք բերել, թե դրանք ձեզ համար բերվել են եւ կողքին անմիջապես Թութանհամոնի պատկերը քանդակված։
Շատ եմ սիրում Եգիպտոսը, շատ եմ սիրում ուսումնասիրել տարբեր պատմություններ, լեգենդներ կապված Եգիպտոսի հետ։ Այդ իսկ պատճառով նման իրեր շատ կգտնեք մեր տանը։ Ունեմ նաև թևնոց, որը Կլեոպատրան էր շատ սիրում կրել, սենյակում չգիտեմ նկատել։ Անձամբ Կլեոպատրան նվիրել է ձեզ։ Ոչ։ Ես պարզապես ուսումնասիրել եմ Կլեոպատրայի զարդերը եւ փորձել եմ նմանեցնելով մի երկու բան գնել Եգիպտոսից։ Սրանք էլ չունեն ինչ-որ նախապատմություն, պարզապես սիրում եմ տվյալ մշակույթը եւ իրերը այդ իսկ պատճառով գնել եմ եւ բերել եմ։ Քանի որ դուք հայտնվել եք արդեն հեռուստատեսությունում, վստահ եմ հասցնում եք նաև հետևել հեռուստատեսությամբ ընթացող տարատեսակ երևույթներին եւ այսպես։ Ձեր հաղորդումը եթեր գնալուց անմիջապես հետո, եթե չհասցնեք դիտել հեռուստացույցով իհարկե, կարող եք մուտք գործել Չէին սպասում ԿՏՄ կայք, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը նույնպես կտեղադրվի այնպես եթեր գնալուց անմիջապես հետո, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Շատ լավ։ Անի, այս պահին մենք պետք է հանձնենք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ, դրա համար պետք է խնդրեմ տեղափոխվենք խոհանոց, որտեղ արդեն կշարունակենք մեր նկարահանումները, ինչպես նաև կարող եք չգնալ, այստեղ խոսենք, հետո կգնանք խոհանոց, ինչպես նաև կխոսենք ներքին խոհանոցին վերաբերող հարցերին։ Համաձայն եք։ Դեմ չեմ։ Այ հիմա գնացինք։ Ներկայացնեմ Visage Color պրոֆեսիոնալ ներկերը։ Այն կանայք, ովքեր ցանկություն ունեն մազերի գույնը փոխելու, խորհուրդ եմ տալիս փոխել հենց Visage Color-ով։ Այստեղ նաև խնամքի եւ հիգիենայի պարագաներն են Visage-ի կողմից տրամադրված։ Իհարկե ամբողջ տեսականին այստեղ չէ, ամբողջ տեսականին կարելի է գտնել բոլոր խանութներում։ Visage Color սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ Վահան ջան, տվյալ բրենդներին քաչ ծանոթ չեմ, սակայն կարծում եմ լավ հնարավորություն է ծանոթանալու, փորձելու։ Մի խոսքով անչափ շնորհակալ եմ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Կրկին շնորհակալ եմ շատ։ Անի, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները, իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մարանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավալեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ ապակե տարայով կարմիր աղացած կծու պղպեղ, կարմիր աղացած քաղցր պղպեղ, սև պղպեղ աղացած եւ նորույթ ապակե փաթեթավորմամբ հատիկավոր պղպեղ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մարանիկ ընկերության կարգախոսը։ Մարանիկ, համի գաղտնիք։ Մոտ էլ, բայց ոչ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Ես վերջերս փորձում եմ ակտիվ գործունեություն ծավալել խոհանոցում, կարծում եմ ձեր նվերները շատ տեղին են այս պահին։ Դե ձեզ նորանոր հաջողություններ ենք մաղթում խոհանոցում։ Շնորհակալ եմ։ Անի, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Եվ ասացիք, որ խոհանոցին այդքան էլ լավ չեք տիրապետում։ Բա ինչպես եք հայեցնում ձեր առօրեական քաղցը։ Չեմ ստի, ես խոհանոցային գործերում չեմ փայլում։ Հիմնականում դրսում եմ սնվում, ելնելով նաև մասնագիտությունից չեմ կարողանում տանը հաճախ լինել, հաճախ ժամանակ տրամադրել պատրաստելուն, այդ իսկ պատճառով ստիպված եմ շատ անգամ դրսում սնվել, բայց չեմ էլ հերքի, որ կան բաներ, որոնք ինձ մոտ շատ լավ են ստացվում։ Շոկմանժեն օրինակ կամ չգիտեմ, որոշ ճաշատեսակներ։ Սպասը ինչու ոչ վերջերս Instagram-ում հրապարակել էի, բոլորն ինձ օգնեցին, հա, հետևորդներից, որպեսզի միասին սպաս պատրաստենք։ Լավ էր ստացվել, չեմ բողոքում։ Խոսեցիք Instagram-ից, խոսեցիք հետևորդներից, հենց այդ թեմային էլ ուզում էի անդրադառնալ։ Իհարկե ես հետևեցի ձեր Instagram-յան էջին եւ ուզում եմ դուք ինքներդ ներկայացնեք, ինչ է
քարոզում Անի Մեհրաբյանը։ Ես քարոզում եմ բարություն։ Ահա։ Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իրար շատ սիրեն եւ բարի լինեն։ Ունեմ անգամ շատ ընկերներ, ովքեր են ջղայնացած պահին ինձ են զանգահարում եւ երբ որ ինչ-որ վատ բան են, հա ուզում են ջղայնացած պահին անել, զանգահարում են, երկար զրուցում ենք, երկար վերլուծում ենք, հետո մի քանի օր հետո զանգարում են, ասում են, «Ան ինչ լավ է, չարեցի այդ բան», էլի սխալ կլիներ այդ տաքացած պահին։ Նույնն էլ փորձում եմ անել Instagram-ում։ Ես իմ հետևորդներին շատ հարազատ եմ ընդունում եւ շնորհակալ եմ իրենց այդքան դրական այդ էներգիա ինձ փոխանցելու համար, այդքան ջերմության համար։ Չգիտեմ ինչպես է դա ստացվել, բայց բավականին դրական լսարան եմ կարողացել հավաքել։ Մարդիկ են, ովքեր կիսում են իմ հայացքները, կիսում են իմ մտքերը։ Կարծում եմ քարոզում եմ բարություն, քարոզում եմ գուցե ինչ որ առումով գեղեցկության ոլորտում ինչ որ, հա, թրենդներ, հա, այդպես ասենք, դա կլինի օրինակ դիմահարդարում կամ հագուստի ինչ որ, հա, քանի որ ես նաև որպես մոդել եմ հանդես գալիս, շատերը օրինակ հավանում են որոշ լուքեր, գուցե օրինակ են վերցնում կամ գուցե եւ չէ, գուցե շատերի համար ընդհանրապես գեղեցիկ չէ, չգիտեմ։ Փորձում եմ։ Վերջերս շատ մոդայիկ է դարձել hater բառը, ատողներ, այսպես ասած։ Ունեք ատողներ ձեզ Instagram-յան հարթակում, ովքեր ձեզ վատ բաներ են գրում անհասկանալի էջերից։ Instagram-յան հարթակում այդքան էլ չէ, երևի 3-4 հոգի կարող եմ հաշվել, եթե անկեղծ, բայց այ YouTube-յան հարթակում, բայ։ Ձեր մարմնավորած կերպարին են ատում, թե հենց ձեր անձին են ատում։ Չէ, գիտեք, հիմնականում վատ մեկնաբանություններ ավագ սերնդի կողմից եմ ստանում, չգիտեմ ինչու է այդպես, գուցե կամ բաներ իմ անձի հետ կապված կամ գուցե արտաքնի հետ կապված, որոնք նրանք չեն հավանում, շատ նորմալ է։ Ես շատ ադեկվատ եմ վերաբերվում վատ մեկնաբանություններին, եթե իհարկե դա վիրավորանք չէ, այսինքն առողջ մեկնաբանություն է, բայց շատ անգամ բոլորս էլ ինձ մեկ քաչ տեղյակ ենք, որ YouTube-ում դա հիմնականում վիրավորանք է։ Անցել եմ այդ փուլը, հաղթահարել եմ, չնայած չեմ հերքի, որ շատ ժամանակ առաջ լաց էի լինում գիշերները հատկապես, որովհետև չէի կարողանում հասկանալ ինչու է այդպես։ Ես աշխարհը միշտ սպիտակ եմ տեսել, ու երբ բախվում ես այդ շատ սևին, դիզոնանս է ստեղծվում։ Ինչ եք ցանկանում ասել այն մարդկանց, ովքեր ձեզ գրում են վատ մեկնաբանություններ։ Հիմա դուք ունեք բացառիկ հնարավորություն։ Խնդրեմ, նայեք տեսախցիկին եւ ասեք այն, ինչը դեռ չեք հասցրել ասել։ Ես ձեզ էլ եմ շատ սիրում իրականում, որովհետև դուք նույնպես հանդիսանում եք իմ ստիմուլը, մոտիվացիան էլ ավելի առաջ գնալու, որովհետև երբ քո մասին խոսում են, դա նշանակում է դու ամեն դեպքում արդեն իսկ ինչ որ մի բանի հասել ես։ Ես ուզում եմ ձեզ անկեղծ սրտից ցանկանալ այնքան երջանկություն, այնքան սիրով ու հեքիաթով լի կյանք, որ դուք անգամ ժամանակ չունենաք մտնելու տվյալ կայք եւ որևէ վատ մեկնաբանություն թողնելու։ Էլի սեր տարածեցիք, էլի սեր սփռեցիք, սիրով մեկնաբանեցիք այն ամեն ինչը կատարվում է ձեզ հետ գովելի է եւ ողջունելի։ Անդրադառնանք սառնարանի վրա գոյություն ունեցող տարատեսակ մագնիսներին։ Ունեն սրանք կոնկրետ պատմություններ, ամենասիրելին ձեր որտեղից է հայտնվել ձեր տանը եւ այլն եւ այլն եւ այլն։ Իրականում չեմ սիրում մագնիսներ, ուղղակի մաման չի թողնում անեմ ես այս մագնիսները։ Հասկանալի է։ Բայց այսա շատ եմ սիրում, եթե անկեղծ։ Կմոտեցնեք, եթե դժվար չէ։ Փորձեմ ուղղակի ինքը կարծում եմ այդքան էլ սարքին չէ։ Հայրս է, մայրս եւ ես Պետերբուրգում է արված նկարը։ Ընտանիքիս հետ յուրաքանչյուր նկար ինձ համար շատ թանկ է եւ շատ սիրելի, չնայած ծնողներս ինձ շատ հաճախ են այցելում, որպեսզի այդ կարոտը այդքան շատ չլինի, բայց ամեն դեպքում նման նկարներից կամ այս մագնիսից կարոտս առնում եմ, այսպես ասած։ Վանում եղել եք։ Մայրս է եղել։ Եվ բերել է հենց այնտեղից։ Մայրիկիս ամենամեծ երազանքը Արևմտյան Հայաստանում հայտնվելն էր եւ Փառք Աստծո եղավ այդ երազանքը, ի կատարածվեց, հենց այնտեղից է մագնիսը։ Մոդելային ոլորտում այս պահին ինչ գործունեություն եք ծավալում անի։ Համագործակցում եմ տարբեր բրենդերի հետ, ներկայացնում եմ իրենց հագուստները, զարդերը, համագործակցում եմ դիմահարդարների, վարսահարդարների հետ, փորձում իրենց գործերը ինձ վրա ներկայացնել։
Հույս ունեմ ստացվում։ Եթե ստիպված լինեիք, իհարկե Աստված ոչ անի, որպեսզի բան լինի ձեր կյանքում, եթե ստիպված լինեիք ընտրելու կամ մոդելային աշխատանքը կամ դերասանի մասնագիտությունը, որը կընտրեք։ Դերասանի մասնագիտությունը։ Դերասանի մասնագիտությունը թույլ է տալիս ապրել մի քանի կյանքով։ Իսկ դա շատ հետաքրքիր է։ Իրականում աշխարհի ամենահետաքրքիր եւ խորը մասնագիտություններից է կարծում եմ։ Շնորհակալություն։ Բեմում հայտնվելու ցանկություն չունեք։ Ունեմ, ունեցել եմ հնարավորություն բեմում հայտնվելու, բայց ցավոք սրտի ստիպված եմ եղել մերժել ծանր գրաֆիկի պատճառով, որովհետև այդ ժամանակ դիպլոմային աշխատանք էի կատարում, բացի այդ նկարահանվում էի մի քանի հեռուստասերիալներում, Տանդեմ, Վերջին զանգ, Ջիմի ու կարծում եմ ես չէի կարող այդքան անպատասխանատու վերաբերվել բեմում հայտնվելու իմ այդ առաջին հնարավորությանը։ Հրաշալի պատասխաններ եք տալիս Անի, ես պետք է խնդրեմ այս պահին շարունակենք ձեր բնակարանային բացահայտումները եւ ասեք թե ուր ենք տեղափոխվում, որ սենյակ ենք տեղափոխվում։ Եկեք տեղափոխվենք այս ննջասենյակ։ Ում ննջասենյակն է սա, եթե դուք ապրում եք այստեղ միայնակ։ Ժամանակին եղել է տատիկիս ննջասենյակը։ Ժամանակին իմ ընտանիքը շատ մեծ էր եւ ես հիմա տխրում եմ, որ մենակ եմ, բայց ոչինչ։ Տատիկս է այստեղ բնակվել, այսպես ասած։ Հիմա ես ինձ տվել եմ այդ մենաշնորհը ունենալու երկու ննջասենյակ, որոշ իրեր էստեղ են, որոշ իրեր այնտեղ են, որտեղ արդեն եղանք եւ նկարահանեցինք։ Սրանք ձեր խաղալիքներն են Անի։ Այո, սա իմ հավաքածուն է։ Սիրում եք փափուկ խաղալիքներ։ Շատ։ Երկրպագուներ են ձեզ նվիրել այս ամենը, թե հարազատ մարդիկ։ Ոչ, շատերը նվիրել են աշակերտներս, ուսանողներս, շատերը ընկերներս, որովհետեւ դե տեղյակ են, որ շատ եմ սիրում։ Շատերն էլ ինքս եմ խնդրել ընկերներիցս ծննդյան կամ այլ առիթների ժամանակ։ Աշակերտներ, ուսանողներ։ Դե քանի որ նշեցի, որ ժամանակին անգլերենի անհատական պարապմունքներ եմ անցկացրել, հիանալի ուսանողներ եմ ունեցել, բացահայտել եմ հրաշք անձնավորությունների, ինչպես տեսնում եք, այստեղ էլ իրենք էլ այսպես են իրենց սերն արտահայտել, չգիտեմ։ Անի, այս գայլը, որը պատկերված է շատ ահարկու դեմքով, որտեղից է հայտնվել ձեր բնակարանում, ով է հեղինակը նկարի։ Եթե չեմ սխալվում, սա հայրիկիս են նվիրել, իր զինվորներից մեկն է նվիրել, կարծեմ հենց իր ձեռքի աշխատանքն է։ Ովքեր են օրացույցի վրա պատկերված մարզիկները։ Հայրս է։ Հայրս ուներ մի երազանք ունենալու իր սեփական կարատեի դպրոցը, որը հիմա կրկին ի կատար է ածվել։ Ռուսաստանի Դաշնությունում հայրս ունի իր կարատեի դպրոցը։ Տվյալ անձնավորությունը կներեք, չգիտեմ, ես կարատե չեմ սիրում, չեմ հետաքրքրվում ցավոք։ Բայց չեմ թաքցնի, որ շատ եմ հպարտանում այս պահին, սա տեսնելով։ Ուզվեցիք, կարոտը կարծես թե ձեզ տեղափոխեց Ռուսաստանի Դաշնություն դեպի ծնողների մոտ, այո։ Այո։ Դադարեցնենք նկարահանումը մի պահ, թե շարունակենք։ Եկեք շարունակենք։ Անի, ինչ է սա։ Ես անդադար փորձում եի հերվից հասկանալ, թե ինչ է սա, ներողություն։ Դեր չկա։ Սա հետաքրքիր դեկոր է, որը մայրիկիս իր ընկերուհին է նվիրել, ասում են իբրև անձրևի ձայն է, այսպես։ Շատ հետաքրքիր էր։ Օգտագործում եք սա քնելուց, որպեսզի ձեզ տրամադրի հանգստանան նյարդերը, թե միշտ այստեղ դրված է։ Եթե անկեղծ ինձ սա ավելի շատ նյարդայնացնում է, քան հանգստացնում, բայց դե հա, այստեղ միշտ դրված է։ Անի, ինչպես հասկանում եմ, հայրիկը տեղափոխվել է Ռուսաստան եւ այս պահին զբաղվում է մարզչի կարիերայով, ճիշտ է։ 22 տարվա պայմանագրի լրանալուց հետո, այո, հայրիկս տեղափոխվեց այնտեղ եւ հիմա զբաղվում է արդեն ուրիշ կարիերայով։ Իդեպ իմ բոլոր խաղալիքները, չէ, բոլորը չէ, բայց գրեթե բոլորը ունեն իրենց անունները։ Դե անվանակոչեք նրանց։ Դե գուցե հիմա ծիծաղելի հնչի, բայց օրինակ իր անունը Սմբո է։ Ես սիրում եմ այդպիսի հետաքրքիր։ Սմբո։ Այդպիսի հետաքրքիր անուններ տալ խաղալիքներից ու կարծում եմ իր դեմքի արտահայտությունը լրիվ արդարացնում է իր անունը։ Չգիտեմ, շատ եմ սիրում։ Բայց ինչու Սմբո։ Չգիտեմ, ասոցացվեց այդ անունի հետ։ Ուրիշ։ Իդեպ սա մեր դերասանուհիներից մեկն է նվիրել, Դիանա Տորեսը։ Ահա։ Հիշում եմ, CT-ում էինք,
ասացի, «Վայ ինչ լավ ոզնի, վայ ինչ բարի դեմք ունի», միանգամից գնեց ինձ համար, բարևներ դեպ Բուզյաննային։ Սա էլ Նյուտան է։ Բայց անունը չասացիք Ոզնու։ Ոզնին չունի։ Ոզնին չունի, անանուն Ոզնի։ Ով է։ Ավոնա, որովհետև դե ավոկադո է, ես իրեն կրճատ ավո եմ ասում։ Ահա։ Սա էլ Նյուտան է, տենց նյութիկ եմ ես իրան ասում։ Շատ եմ սիրում խաղալիքներ, իրենք ինձ դրական էներգիա են փոխանցում ու ինչպես նշեցի, քանի որ իմ գլխում իմ հեքիաթն ունեմ, իմ անկյունն ունեմ, խաղալիքներն էլ դրա մի մասն են։ Սիրով են լցնում տունը, չգիտեմ։ Գուցե տարօրինակ թվա։ Չէ, բացարձակ տարօրինակ չէ, ձեր տանը շատ լավ եւ դրական էներգիա կա, դա պետք է ասեմ, հստակ եմ դա կփոխանցվի նաեւ հեռուստաէկրաններից այն կողմ եւ մեր հեռուստադիտողները նույնպես դա կզգան։ Այս պահին կցանկանում ձեզ մի հարց տալ։ Որը կլիներ այն գերբնական կարողությունը, որը կցանկանայիք ունենալ։ Շատ հետաքրքիր հարցեր իրականում չեմ մտածել, այդ ուղղությամբ թույլ տվեք հիմա մի փոքր մտածեմ։ Մտածեք։ Գերբնական կարողություն։ Հա, ասեմ։ Ասեք։ Իրականացնել որևէ մարդու գոնե մեկ երազանք։ Իրականացնել գոնե մեկ մարդու երազանք, ցանկացած երազանք, որը նա կունենար։ Չէ, եթե իհարկե այդ երազանքը ոչ ոքի չէր վնասի։ Հասկանալի է։ Ձեզ երջանիկ մարդ համարում եք։ Շատ։ Իսկ ինչ է պակասում ձեզ կատարյալ երջանկության համար։ Մեծ ու համերաշխ ընտանիք, բայց արդեն իմ սեփական ընտանիքը կարծում եմ։ Ամենամեծ երազանքն է իմ ունենալ մեծ ընտանիք, կողքից տեսնել արժանի մարդ։ Չգիտեմ, երևի այդքան։ Կան այդպիսի երկրպագուներ, կան այդպիսի երևացող երևույթներ, որ մոտ ապագայում դուք կունենաք ձեր մեծ, գեղեցիկ եւ օրինակելի ընտանիքը։ Չեմ ցանկանա իրականում անձնականից շատ խոսել եւ շատ փակագծեր բացել, կլինի այնպես, ինչպես կորոշի Աստված, թողնենք Աստծուն։ Շատ լավ, հետաքրքիր ձևով որոշեցիք շրջանցել հարցը, ես միևնույն է այլևս չեմ անդրադառնում այդ հարցին, եթե այդպես եք որոշել, շատ բարի։ Լիմոն խաղալիքը եւ պինգվին, թե ես սխալ եմ մեկնաբանում նրանց։ Կարծեմ անանաս է, եթե չեմ սխալվում։ Անանաս։ Չունեն անուններ նրանք։ Ինքը ունի։ Ով է նա։ Կներեք, Կրնոն է ինքը։ Ով։ Կրնոն։ Ես մի քիչ առաջ ձեզ հարցրեցի ձեզ ատողների մասին, երկու ատող արդեն կարծում եմ հայտնվեց ձեր կյանքում, մեկը Սմբոն, մյուսը Գրնոն։ Այո, Սմբատը եւ Գրնոն։ Ես ներողություն եմ խնդրում, ես ուղղակի ասոցացնում եմ տվյալ անունների հետ իմ խաղալիքներին։ Հասկանալի է։ Լավ, շարժվենք առաջ, Անի։ Կարծում եմ ձեր տրամադրության հետ ինչ որ կատեգորիկ փոփոխություն տեղի ունեցավ, ինչով է դա պայմանավորված։ Չէ, գուցե որ շատ ծնողներից խոսեցինք, կարոտը ստիպեց մի փոքր էմոցիայի փոփոխություն տեղի ունեցավ, բայց էլի ուրախ եմ, ոչինչ չի փոխվել։ Ես վստահ եմ, որ դուք շատ շուտ կկարողանաք ձեր ծնողներից ձեր կարոտը առնել, որովհետև ինչպես դուք եք ասում, ձեր կյանքում հրաշքները լինում են շատ արագ, շատ անսպասելի եւ միգուցե մեր հեռանալուց հետո ծնողները թակեն դուռը։ Ինչու՞ չէ։ Հնարավոր է, չէ՞, այդպիսի բան տեղի ունենա։ Գուցե ես շուտով թակեմ իրենց դուռը։ Տեսեք, ես տեղյակ չէի, բայց ստացվեց այնպես, ինչպես պետք է ստացվի։ Շարունակենք, գնանք կրկին հյուրասենյակ։ Անի, ովքեր են լինում ձեր հյուրերը։ Հիմնականում ընկերներս, ընկերուհիներս, մեր ընտանիքին հարազատ մարդիկ, կլինի դա մայրիկի ընկերուհին կամ հայրիկի ինչ-որ մի բարեկամ։ Ես հյուրեր շատ եմ սիրում ու միշտ պատրաստ եմ իրենց սիրով տանը դիմավորել եւ ընդունել։ Ավելի շատ սիրում եք հյուրընկալել, թե հյուրընկալվել։ Երկուսն էլ։ Երկուսն էլ։ Բայց սիրում եմ հյուրընկալվել միայն այն մարդկանց տուն, ում ես շատ եմ սիրում։ Ում եք ամենաշատը սիրում։ Ում տունն եք ամենաշատը սիրում, որտեղ է ամենալավ էներգիան։ Կարծում եմ մորաքրոջս բնակարանը։ Մորաքրոջս տուն շատ եմ սիրում այցելել, իրենից շատ մեծ դրական էներգիա եմ ստանում։ Իդեպ մասնագիտությամբ լոգոպեդ է, նաև հոգեբան։
Շատ անգամ խորհուրդ եմ հարցնում, շատ հարցերի շուրջ երկար զրուցում ենք, հատկապես վերջերս, քանի որ պետք է երկրից մեկնեմ սովորելու, մի փոքր ստրես էի տանում։ Հա չնշեցի, ես վերջին զանգ հեռուստասերիալում ցավոք չեմ հասցնի մինչև վերջ նկարահանվել, որովհետև մագիստրատուրան շարունակելու եմ, ավելի ճիշտ սկսելու եմ եւ շարունակելու եմ Հունաստանում, Յորքի համալսարանում։ Այդ առումով փոքրինչ ստրես եմ տանում, որովհետև ես անսահման սիրում եմ Երևանը, անսահման սիրում եմ Հայաստանը։ Անգամ երբ ծնողներիս եմ այցելում, 10 օրից ավել չեմ կարողանում մնալ, որովհետև կարոտը շատ է։ Ու այդ առումով էլ շատ եմ զրուցում մորաքրոջս հետ, փորձում եմ հաղթահարել երկրից առնվազն 1 տարով դուրս ապրելու այդ դառը իրականությունը։ Բայց դե կփորձեմ։ Շարունակում եք հենց ձեր մասնագիտությամբ մագիստրատուրա Հունաստանում, այսինքն դերասանական գործունեությունը մի պահ դադարեցնում եք, ճիշտ եմ հասկանում։ Ստիպված եմ դադար վերցնել, կարծում եմ ընդհանրապես յուրաքանչյուր դերասանի եւ դերասանուհու դադարը անհրաժեշտ է։ Ինչպես ստացվեց, որ որոշեցիք ամեն դեպքում մասնագիտությամբ շարունակել, ոչ թե նոր ընտիր մասնագիտությամբ։ Հենց դա էի ուզում նշել, որ նոր մասնագիտությամբ եմ շարունակելու, նեյրոմարկետինգ։ Ես շատ սիրում եմ հոգեբանություն, իսկ նեյրոմարկետինգը իր մեջ ներառում է թե հոգեբանություն, թե մարքեթինգ։ Մարքեթինգն էլ, ինչպես գիտենք, բավականին ակտուալ եւ պահանջված մասնագիտություն է մեր օրերում։ Որոշեցի երկուսի կոմբոն ընտրել։ Ահա։ Նոր ճյուղ է ի դեպ։ Ինչ ասել է նեյրոմարկետինգ։ Ես էլ եմ սկսել նոր իրեն ուսումնասիրել, գիտեք, օրինակ կան գույներ, թվերի համադրություններ եւ այլն, որոնք մարդու էմոցիոնալ դաշտի վրա մեծ ազդեցություն են թողնում։ Նեյրոմարկետինգը, դե ես հիմա շատ իհարկե ոչ փակագծերը բացելով եմ ասում, բայց նեյրոմարկետինգը շատ խոր է այդ ամենը ուսումնասիրում է, ավելի շատ ուսումնասիրում է մեր էմոցիոնալ դաշտը, հոգեբանությունը եւ ինչպես էմոցիոնալ դաշտի միջոցով առաջ տանել, հա, այդ մարքեթինգի ոլորտը եւ ազդել մարդկանց վրա։ Փորձեցի կարճ եւ կոնկրետ բացատրել։ Կա այդ ամեն ինչի մեջ մի փոքր խաբեություն, այսինքն մենք գիտենք, որ այն ապրանքը, որը մենք պատրաստում ենք վաճառել, այնքան էլ լավը չէ, բայց հնարավոր է լավ գույների եւ ճիշտ տեղադրված լինելու արդյունքում դրա վաճառքը ավելացնել։ Իհարկե, եկեք չանվանենք խաբեություն, եկեք անվանենք փոքրիկ խորամանկություն։ Խորամանկություն։ Ես էլ հիմա գնում եմ այդ խորամանկություններն ուսումնասիրելու, խոսք եմ տալիս, ոչ մեկին չեմ ստելու, փորձել եմ ուղղակի ինչքան հնարավոր է գեղեցիկ ներկայացնել, հա, պրոդուկտը, կլինի դա իր դիրքը, կլինի դա իր գույնը, թե չգիտեմ, ձևը։ Ես էլ դեռ չգիտեմ, հա, ինչ եմ այսպես ասած ուսումնասիրելու, որովհետև նոր եմ սկսել նեյրոմարկետինգի մասին կարդալ, հետաքրքրվել, այնտեղ ավելի խորը կուսումնասիրեմ։ Հունաստան, ինչ լեզվով եք ուսումնառությունը ստանալու։ Անգլերեն։ Անգլերեն լեզվով։ Բարեկամներիցս շատերը բնակվում են Հունաստանում, հենց իրենց էլ հյուրընկալելու եմ, իրենց տանն եմ բնակվելու։ Հայրիկիս տատիկը մաքուր հույն է եղել, այնպես որ իմ եւ հայրիկիս մեջ նաեւ հույնի արյուն է հոսում։ Արմատները կանչեցին ձեզ Հունաստան։ Փաստորեն։ Հետաքրքիր է։ Բայց առհասարակ ասում են, որ հայերն ու հույները բավականին նման են իրար եւ նույնիսկ գենետիկ կոդերն են բավականին շատ համընկնում։ Տեղյակ եք այս ամենի մասին որպես հոգեբան։ Գիտեք, տեղյակ էի, վերջերս էլ համալսարանի հետ կապված պրեզենտացիա եղավ, հույն պրոֆեսոր ունեինք հրավիրված։ Ինքն էլ նշեց, որ հայերը եւ հույները շատ նման են իրար, անգամ չգիտես ինչու նշեց, որ խոհանոցն է նման, բավականին, ես տեղյակ չեմ, ծանոթ չեմ։ Ես էլ շատ այն բզիկավոր ուտողներից եմ, հույս ունեմ, որ Հունաստանում ամեն դեպքում ես իմ ուտելիքը կգտնեմ ու ինչ-որ նման բաներ կլինեն։ Անի, վերջին հարցը, բացահայտեցինք ձեր բնակարանը, բայց ի վերջո չհասկացանք, ի վերջո քանի մասնագիտություն ունի Անի Մեհրաբյանը այս պահին եւ քանիսն են ավելանալու։ Ոյ, ես էլ խճճվեցի։ Մոդել, դերասանուհի, անգլերեն հաղորդակցություն, բաժին նավարտացություն, անգլերեն հաղորդակցվող, հիմա նեյրոհոգեբան, նեյրոմարկետոլոգ եւ երաժիշտ, 5 մասնագիտություն։ Հրաշալի է, գովելի է, երիտասարդ տարիքում ունենալ 5 մասնագիտություն, դա ուղղակի հրաշալի է։ Շնորհակալություն գեղեցիկ զրույցի եւ բնակարանային բացահայտումների համար։
Ես եմ շնորհակալ, հույս ունեմ, սիրելի հեռուստադիտող, ես կարողացա փոխանցել այն, ինչ ուզում էի, ձեզ լիքը սեր, ջերմություն, երջանկություն։ Շնորհակալություն։ Անի, շնորհակալություն գեղեցիկ զրույցի համար, շնորհակալություն բարություն սփռելու համար։ Ես ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ, եւ ես վստահ եմ, որ մենք մի օր էլ ավելի կհպարտանանք, որ ձեզ անձամբ ճանաչում ենք։ Վահան ջան, ես եմ ուզում շնորհակալություն հայտնել, քանի որ սա իմ առաջին, այսպես ասած, հարցազրույց կոչվածն էր եւ շնորհակալ եմ այսքան կոմֆորտ, այսքան հետաքրքիր այն անցկացնելու համար։ Պրեմիերա մեր եթերում։ Շնորհակալություն Անի, լավ մնացեք, Դուք հաջողություն։ նույնպես հաջողություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Visage Color պրոֆեսիոնալ մազիներկեր։ Այլևս պետք չէ երազել գեղեցիկ եւ առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Visage Color եւ արդյունքն ակնհայտել։ Visage Color, ընտրիր քո գույնը։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Դավիթ, նկատեցիք, թե որքան բազմազբաղ էր Անին Մեհրաբյան եւ դեռ 5 մասնագիտություն հաշվեց։ Եվ դեռ ինչեր են սպասվում նրան։ Եվս մեկ մասնագիտություն էր պատրաստվում։ Այո, 1 տարի պետք է մեկնի Հունաստան։ Այո, դեք սովորի։ Եվ հեռուստադիտողներին տեղեկացնենք, որ Վարդակը Վահան Միրաքյանը պատվով վերանորոգեց։ Շնորհակալություն։ Այո։ Շնորհակալություն նաև Անի Մեհրաբյանին, ջերմ ընդունելության եւ ամեն բան անկեղծ պատմելու եւ կիսվելու, Բացահայտելու համար։ Այո։ Եվ կարծես թե այո, մեզ մոտ ավանդույթ է դառնում վերանորոգման աշխատանքները։ Այո, եւ դա ինձ դուր է գալիս անկեղծ ասած։ Բայց մի շատ հետաքրքիր բան կար նաև Անի հենց տանը։ Դրանք հայկական անուններով փափուկ խաղալիքներն էին։ Այո։ Հոսանք, որ հեյթերների շարքում չեն ավելանա։ Այո, Սմբոները, գրնոները։ Այսքանը ձեզ հետ Վահան Միրաքյանն էր։ Եվ ինչպես միշտ Դավիթ Վարդանյանը։ Մնացեք խաղաղ։ Հաջողություն։